Թող Աստծանը փառավորվի։ Իրապես այսօր հավաքվել ենք այստեղ, պաշտենք մեր Աստծուն, մեծարենք մեր Տիրոջ անունը։ Ու չեմ ուզի սկսած ինձանից որևէ մեկս դատար գնանք։ Ուզում եմ Աստծո խոսքից կարդամ առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 13 համարը եւ այս համարի շուրջ մի քանի րոպե իրար հետ խորենք, նայենք, կիսվենք, մտածենք, տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, այս համարը, որ կարդում ենք, առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 13-րդ համարը, որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամող էի, բայց ողորմություն գտա, որովհետեւ չգիտենալով էի գործում անհավատությունով։ Տեսեք ժողովուրդ ջան, առաքյալը ամբողջ աշխարհի մարդկության առջև ինքը լուրջ խոստովանություն անում։ Ինքը համարձակություն է ունեցել ու խոստովանություն անում իր վիճակը։ Ասում է առաջ հայհոյիչ, գող, հպարտ, Աստծուն հակառակ, մեղքին ծառայող մարդ էի։ Ու երբ որ այս համարը կարդում ենք, ժողովուրդ ջան, տեսնում ենք, որ այս համարի մեջ երկու մարդու վիճակ է ցույց տալիս. առաջվա վիճակը եւ ներկայիս վիճակը։ Ասում է առաջ այդ մարդն էի, բայց հիմա ասում է ողորմություն գտա։ Այսինքն ասում է հիմա այս ներկայիս վիճակը որ կա, ես այդ մարդը չեմ։ Ինքը խոսում է անցյալով, ինքը հիշում է անցյալ, ասում է առաջ մինչև ողորմություն գտնելը, մինչև Հիսուս Քրիստոսին հանդիպելը, մինչև վերստին ծնվելը, ես այդ մարդն էի։ Ես այդ մարդն էի։ Ու տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, ցույց է տալիս երկու վիճակ, առաջվա վիճակը, որ վիճակը, մինչև վերստին ծնվելը, մինչև Հիսուս Քրիստոսին ընդունելու վիճակը, այսինքն հին մարդի քմաճույքով ապրող վիճակը։ Այսօր ժողովուրդ ջան, ուզում եմ ամեն մեկս մի պա նստած տեղներս քննենք մեր վիճակը։ Արդյոք ես կարողանում եմ առաքյալի նման ասեմ, ես առաջ այն մարդն էի, բայց հիմա այս մարդը չեմ։ Այն որ ստախոս էի, առաջ էի, բայց հիմա ես ողորմություն եմ գտել, արդեն դարել եմ ճշմարտախոս։ Այն որ ատում էի, դա տարիներ առաջ էր։ Հիմա ես այդ մարդը չեմ, ես ողորմություն եմ գտել, ես վերստին ծնվել եմ, էլ չեմ ատում, սիրում եմ, աղոթում եմ ու սրտանց օրհնում եմ։ Տեսեք ժողովուրդ ջան, ինչ է ուզում հին մարդը։ Ուզում եմ մի հատ համար կարդամ Ղուկաս 23-րդ գլուխ 25 համարն եմ կարդալու, Ղուկաս 23-րդ գլուխ 25 համարը։ Արձակեց նրանց համար խռովության եւ մարդասպանության համար բանտի մեջ գծվածը, որին խնդրում էին, եւ Հիսուսին մատնեց նրանց կամքին։ Տեսեք հին մարդը ինչ է ուզում։ Հին մարդը ուզում է մարդու կամքը կատարի։ Երբ որ Հիսուսը կանգնած էր ատյանի առաջ, այն մարդը մարդու կամքը ինչ ուզեց, խռովարին ուզեցին ազատեն, բայց Հիսուս Քրիստոսին խաչեցին։ Հիսուս Քրիստոսին սպանեցին։ Մեղքը խնդրեցին, որ մեղքին ազատեն, անօրնության հետ շփվեն, բայց ճշմարտությունը կյանքի առաջնորդին, սրբությանը խաչեցին։ Այս սա է մարդու կամքը։ Այն մարդը, որ առաջնորդվում է հին մարդու բնույթով, հին մարդը գիտես ինչ, մարդուն տանում է, որ Հիսուս Քրիստոս կյանքին քու մեջ խաչի։ Ուրացի, մոռացի,
ընտրի անօրենությունը, ընտրի մեղքը, ընտրի ժամանակավորը։ Ու տեսնում ենք մարդը դարավ, երբ որ Պիղատոսը Հիսուսին հանձնեց մարդու կամքին, Սուրբ Գիրքն ասում, ինչ արեցին։ Բարաբային, մեղավոր ավազակին խնդրեցին, որ ազատի, որ այդ մեղավոր ավազակի հետ շփում ունենան, բայց Հիսուս Քրիստոսին հանեցին խաչը։ Այսա է ուզում հին մարդը, այսա է մարդու ներսում, եթե հին բնույթը կա, քուրս ու աղբերս, այսինքն մարդը ապրում է անցյալի վիճակով, գող է մնացել էի, ստախոս է մնացել էի, հպարտ է մնացել էի, ես Աստծո մասին լսել եմ, բայց ամենակարևորը, որ ողորմություն պետք է գտնեի, ես ողորմություն չեմ գտել։ Ես անցյալում ոնց որ կայի, այսօր է նույն վիճակի մեջ եմ, ինչն է փոխվել, արդեն ավետարան ունեմ, երբ հարմար եղնի, երբ եղանակը լավն եղնի, երբ տրամադրությունը տեղն եղնի, կարող է բացեմ 2 տող կարդամ, 3 տող կարդամ, երբ աղոթքաժողով եղնի, կարող է գնամ աղոթքաժողովին մասնակցեմ, բայց ես ուզում եմ քուրս ու աղբերս, քննենք ամեն մեկս մեր ներսը, արդյոք ես ողորմություն գտել եմ, թե չեմ գտե, իսկ առաքյալը շեշտը դնում է, ասում է առաջ, հայհոյիչ, հալածող, թշնամող էի, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով։ Այսօր Հիսուս Քրիստոսը կյանքը տվեց, մեր մեղքերը, մեր անօրենությունները ներեց, այդ անհավատության կապանքը քանդեց, այդ անհավատության ճիխմից ինձ ու քեզ հանեց։ Այսօր ես և դու լավ էլ տեղյակ ենք, Աստված, Աստծո խոսքը ինձանից ու քեզանից ինչ է պահանջում։ Այսօր ես կարողանում եմ արդյոք իմ ապրած կյանքով գոհացնեմ Հիսուս Քրիստոսին։ Ուզում եմ մի հատ մարմնավոր օրինակ բերեմ։ Երևի մի շաբաթ առաջ տուն մտա, տղես 3 տարեկան է, արդեն պարկած է, որ պետք է քնի, սենց ուշադիր նայեց ոտից գլուխ, տեսավ բան չեմ տարե, սենց մի հատ կներեք ես բառիս համար, մունատ տոնով, այս ուտելու բան չես բերել։ 3 տարեկան է, դելա փոքր է։ Բայց տեսեք քուրեր ջան, եղբայրներ ջան, Էմիլիաս, որ 6 տարեկան է, ինքը գիտի, ես ինչ եմ շատ սիրում։ Երբ որ պատուհանից տեսնում եմ, որ ես մեքենան կանգնեցի, ընդամենը մեքենայից երբ որ հասնում եմ առաջի հարկ, մտնում եմ տուն, տեսնում եմ ջուրը լցրած բաժակով դրած, դեղը կողքին դրած, խնձորը լվացած կողքին դրած։ Երեխեն գիտի ինչ եմ սիրում։ Հիմա տեսեք քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք բոլորս Աստծո զավակներն ենք, բայց շատ ժամանակ ես իմ տղու նման նայում եմ ու ասում եմ, Տեր Աստված, այսօր էլ էս հարցը չլուծվեց, այսօր էլ էս խնդիրը մնաց, այսօր էլ նենց եղավ, բայց ես կարամ Էմիլիայից նման հնենց անեմ, իմ Աստծուն հաճելի եղնեմ։ Ինքը գիտի ես ինչ եմ սիրում, ինքը գիտի ես ինչից եմ ուրախանում, այսօր ես և դու լավ գիտենք, իմ ապրած կյանքը, իմ միտքը, իմ վարմունքը, իմ էությունը, իմ բնույթը, ես ամբողջությամբ ոնց եմ Աստծուն ուրախացնում, ես ոնց ապրեմ, որ Աստծուն հաճելի եղնեմ, ես ոնց ապրեմ, որ իմ հայրը երկնքից տեսնի, ուրախանա, որ ինձ համար կյանքը տվել է։ Բայց ես ինչքան եմ տրտմացնում, ինչքան եմ խաչում, ինչքան եմ մերժում Աստծո խոսքը իմ ներսում, դա գիտես ինչ, ապրում եմ մարդու իմ եսի կամքով, երբ որ Հիսուսին հանձնին մարդուն, ուղիղ հանին Գողգոթա խաչի վրա։ Բայց տեսեք ժողովուրդ ջան, երբ որ մի հատ համար էլ ուզում եմ կարդամ, Հովանու ավետարան, երբ որ կարդում ենք 3-րդ գլուխը, բոլորս այդ պատմությունը լավ գիտենք,
Նիկոդեմոսի պատմությունն է Հովհաննես 3 գլուխ առաջի համարից ուզում եմ 2-3 համար կարդամ։ Տեսեք, եւ փարիսեցիներից մի մարդ կար, անունը Նիկոդեմոս, հրեաների իշխան։ Սա գիշերը Հիսուսի մոտ եկավ եւ ասեց նրան. «Ռաբի, գիտենք, որ Աստվածանից վարդապետ ես եկել»։ Տեսնում եք, չի ընդունում, որ Աստվածա, Աստվածանից վարդապետ ես եկել։ Որովհետեւ ոչ ոք չի կարող այդ նշանները անել, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի։ Տես, ընդունում է, որ Աստված իր հետ է։ Ասում է, ես գիտեմ, որ Աստված քո հետ է, բայց չի ընդունում, որ Աստված է։ Հիսուսը պատասխանեց, ասեց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե վերստին չծնվես, կարող չես Աստծո արքայությունը մտնել»։ Տեսակ, Հիսուս Քրիստոսը թեման լրիվ փոխեց։ Հիսուս Քրիստոսը շեշտը դրեց վերստին ծնունդի վրա։ Այս մարդը իշխան մարդ էր, այս մարդը շատ մարդկեք էր տեսել, այս մարդուն ոչինչ չէին կարող զարմացնել, իմաստուն մարդ էր, եկավ ասում է, գիտեմ, որ երկնքի հետ կապ ունես, վարդապետ ես, բայց Հիսուսը շեշտը կոնկրետ դրեց վերստին ծնունդի մասին։ Եթե ուզում ես փրկվես, պետք է վերստին ծնունդ ունենաս։ Այսինքն պետք է ողորմություն գտնես, ոնց որ առաքյալն ասում, առաջ ես էի, բայց հիմա ասում եմ ես ողորմություն եմ գտել, այսինքն վերստին ծնվել եմ։ Այսօր մի հատ հիշի անցյալդ, ես ամեն օր համարյա հիշում եմ ու հիշի այսօրվա օրդ։ Եթե այն ինչը որ մեղքի մեջ էիր, այն ինչը որ անօրնության մեջ էիր, այն որ վերստին ծնված չէիր, այն հատկանիշները որ քո կյանքում կար, ու այսօր է կա, քուրս ու աղբերս, ես ողորմություն չեմ գտել։ Ես ճիշտ ճանապարհի վրա չեմ։ Հոգևոր մարդը պետք է այդ վատ բաները միշտ հիշի անցյալով, ասի այ մարդ, ես ինչ անխելք մարդ է, ես կներեք ես բարես համար, որ Տիրոջը չէի ճանաչում, ապրում է այս իրավիճակների մեջ, բայց այսօր ես ազատ եմ։ Այսօր ես դա համար փառք եմ տալի Աստծուն, որ Աստված ինձ այդ վիճակից հանեց։ Գիտես, միայն ողորմություն կարաս գտնես Տիրոջ խոսքի շնորհիվ։ Ուզում եմ մի հատ համար կարդամ, շարունակությունն է, առաջի Տիմոթեոս, առաջի գլուխ 15 համարը։ Տեսեք, ողորմություն գտնելու համար 3 կարևոր հատկություն է, որ Պողոս առաքյալը շեշտում է, ասում է, ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսը աշխարհ եկավ մեղավորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։ Տեսար, ողորմություն գտած մարդը ինչ խոստովանություն անում, ասում է, ճշմարիտ է այս խոսքը։ Եթե մարդը մինչև հիմա չի հավատում, որ Աստծո խոսքը ճշմարիտ է, Աստված ճշմարիտ է, ինքը սուտ է, ինքը ողորմություն չի գտնի։ Եթե մարդու կյանքում առաջնայինը Աստծո խոսքը չի, մնացածը մարդու խոսքը, այս մարդը երբեք ողորմություն չի գտնի։ Պողոս առաքյալն ասում է, ճշմարիտ է այս խոսքը։ Ես եւ դու այս հավատք ունենք քուրս ու աղբերս, որ Աստծո խոսքը ճշմարիտ է, ճշմարտություն է, Աստծո խոսքից զատ մաքրություն, գոյություն չունի։ Երկրորդը, եւ ամեն ընդունելության արժանի։ Մարդը պետք է Աստծո խոսքը ընդունի իր ներսում, իր սիրտը պարարտ հող դարձնի ու այդ խոսքին արժանապատիվ, պաշտի, մեծարի, փառաբանի այդ խոսքով շարժվի։ Առաջինն ասում է ճշմարիտ այդ խոսքը, երկրորդն ասում է ընդունելության արժանի, եւ երրորդը տեսեք ինչ ասում։ Ասում է եկավ, Հիսուսը եկավ աշխարհ մեղավորներին փրկելու, որոնց առաջինը ես եմ։ Ինքը ճանաչեց Հիսուս Քրիստոսի խոսքը, որ ճշմարիտ է, այդ խոսքը իր ներսում տեղ տվեց, այդ խոսքը իր ներսում պատվի արժանացրեց եւ այդ խոսքը իրան ցույց տվեց, որ դու ամենամեղավոր մարդն ես։ Ինքը ընդունեց այդ վիճակը, դրա համար էլ ինչ արավ,
ողորմություն գտավ։ Այսօր քուրս ու աղբերս, ողորմություն գտնելու համար բանաձև Աստծո խոսքն ասում է, Աստծո խոսքը ընդունի, որ ճշմարտություն է, մի կասկածի։ Աստծո խոսքը քո ներսում մեծարի, փառավորի, պատվի, ամենաբարձր տեղը դիր, ամենաբարձր պատվին արժանացրա Աստծուն ու Աստծո խոսքին ու ճանաչի քո մեղավոր վիճակը։ Ու դու այդ ժամանակ ողորմություն կգտնես։ Եթե չէ, ես 14 տարի իմ մարդկորեն ուժերով ուզեցել եմ մեղքին հաղթեմ, չի ստացվել։ 14 տարի էլ լացել եմ, էլ պայքարել եմ, էլ հոգնել եմ, ինքս ինձանից զզվել եմ, էլ ասել եմ, էլ ուժ չկա, վերջ, ավելի մեծ մեղքերի մեջ եմ ընկել, նույնիսկ աշխատանքից տեղը մի հատ խաչ էին նկարել, կամպյուտերի վրա կպցրել։ Մտնողը նայում էր, դա խաչ է, բայց ես դա ինձ համար գերեզման էի նկարել։ 14 տարի այդ տառապանքների մեջ եմ եղել, գիտես ինչի, իմ մեղավոր վիճակը չէի ճանաչում։ Գիտես ինչի, Աստծո խոսքին իմ մեջ ես պատվի չէի արժանացնում։ Ես այս դուռը մտնում եմ նրա համար, որ հերս գլուխը կախ չանի, որ չասեն արտակի տղեն պաշտամունքի չի գալիս։ Բայց 14 տարի հետո, երբ որ ես համար իմ կյանքում կյանք դարձրի, այս ժամանակ ես ողորմություն գտա, ու այսօր կարող եմ ասեմ, այն անցյալում որ կար, դա անցյալում է, որովհետև ես ողորմություն եմ գտել։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ նորից մի հատ համար կարդամ, երբ որ կարդում ենք Ղուկաս 23-րդ գլուխ 41 համարը, տեսեք էլի ողորմության մասին է խոսում։ Ղուկաս 23-րդ 23-րդ գլուխ 41 համարը, այս պատմությունը սաղս լավ գիտենք, երկու ավազակի մասին է, տեսեք ավազակներից մեկը մեկին նախատում է ինչ ասում է և մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերի արժանի հատուցումն ենք առնում, իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց և ասեց Հիսուսին, Տեր, ինձ հիշիր և որ գաս քո թագավորությունում։ Տեսնում ես, խաչի վրա ավազակին է բացվեց իր մեղավոր վիճակը։ Ու դիմացի մեղավորին գիտես ինչ ասում է մենք որ խաչին ենք գանված, մենք սրա արժանիք ունեինք, պետք ավելի շուտ խաչեին, քանի որ մենք ծառայենք հին մարդու բնույթին, բայց այս մարդը, Հիսուս Քրիստոսը, ոչ մի բան չուներ, որ խաչին հանեցին, ու ինչ ասում, արդեն ճանաչեց իր մեղավոր վիճակը, Աստծո խոսքը իր ներսում փառավորվեց ու տեսավ Հիսուսին, որպես Աստծո որդի, որպես Աստված, ասավ Տեր, երբ որ գաս իմ նման մեղավորին էլ հիշի։ Երբ բացվեց, երբ ողորմություն գտավ, երբ փրկություն ունեցավ, երբ որ իր մեղավոր վիճակը ճանաչեց ու ճանաչելուց հետո խոստովանվեց, որ այս խաչը որ կա, ես սրան արժանի եի։ Այսօր կարամ ես այս խոստովանությունն անեմ, Հիսուս, եթե ինձ չընտրեիր, ես արժանի է դժոխքի ամենախորը տեղերին, բայց փառք ես, որ իմ նման մեղավոր անպետքի համար կյանքը տվեցիր, ես ողորմություն գտա, ու այսօր ես ազատ եմ։ Դրա համար քույրեր ջան, եղբայրներ ջան, հոգևոր մարդը պետք է անընդհատ նայի, անցյալում ինչ կար, հիշի, որ այդ մեղքից անօրենության մեջ աղե, այդ կապանքից Աստված ազատել է, ու այսօր ինքը դրանից ազատ է, պետք է ամեն օր նայի, տեսնա իր վիճակը, որ ինքը լեցվում է, ինքը զորանում է, ինքը մաքրվում է, ինքը սրբվում է, ու դրա հեղինակը ինքը չի, դրա հեղինակը Աստված է, Աստծո խոսքն է, որ ինքը ողորմություն հագտե։ Շահվետարանում շատ համարներ կա, որ մարդիկ երբ որ ողորմություն են գտնում, փոխվում են։ Նայենք Զաքեոսի կյանքը։ Երբ որ Հիսուսին հանդիպեց, Հիսուսին տարավ իր տուն, այս մարդն ինչ ասավ։ Ասամ իմ իշխերի կեսը աղքատներին կտամ, եւ ում որ սրբարտել եմ,
քարապատիկ կվճարեմ։ Բա մինչև Հիսուսին հանդիպելը ինչեր ուզում հարստանա։ Մինչև Հիսուսին հանդիպելը ինչու էր ունեցվածք ավելանում, ինչի չէր այդ արտահայտությունն անում, ինչի չէր պատրաստ, որովհետև լավ ողորմություն չէր գտե։ Բայց հենց որ ողորմություն գտավ, Աստված մատը դրեց սրտի վրա, որ դու գնում ես արծաթասիրության հետևից։ Էլ այս մարդուն բան պետք չէր, որ ինչ-որ մեկը համոզի։ Աստված մատը դրեց մարդու սրտի վրա, ու մարդը քարուքանդ եղավ։ Ասավ գտամ աղքատներին, ում որ զրկել եմ, 4 անգամ ավել գտամ։ Այս սա է ողորմություն գտած մարդը։ Դրա համար քույրեր ջան, եղբայրներ ջան, բերեք ամեն մեկս, ամեն օր, ամեն ատեն, քննենք մեր ներսը։ Տեսնենք մենք կարանք առաքյալի նման ասենք, անցյալում էի ժամանակ, այս մարդն էի, բայց հիմա այս մարդն եմ, որովհետև ողորմություն եմ գտել։ Քննի ներսդ, քննի սիրտդ, քննի ապրածդ կյանքը, քննի ոտքերի ճանապարհը, մտածմունքներդ, տես վերստին ծնված մարդու հատկանիշներով ես առաջ գնում, թե չէ, եթե չէ, ինձ եմ ասում, ես ողորմություն չեմ գտե, վայ ինձ, որովհետև Հիսուս Քրիստոսը Զաքեոսին շեշտը դրեց, քեզ պետք է վերստին ծնվես, քեզ պետք է փոխվես, որ հին մարդու գերի չեղնես, իսկ այդ հին մարդու հակաթույն է, որ հին մարդու ներսում սպանում է, ոչնչացնում է, դա Աստծո խոսքն է, դա երկնքից է, իսկ այն մարդը, որ իր սիրտը պատրաստ է, բարարդ հող դարձնի, հոժարակամ, Աստծո խոսքը ընդունի, արժևորի, պաշտի, մեծարի, երկրպագի, Աստված ասում է, ես իմ խոսք ուղարկել եմ, ու իմ խոսք ասում է, պարապ, դատարկ, հետ չի դառնալու, այլ Աստծո կամքն է կատարելու, իսկ որն է Աստծո կամքը, Աստված նայում այմուկու սրտերին, տեսնենք որս ենք այսօր ծարավով եկենք, որս այսօր իր խոսքի կարիք տունենք, իր խոսք ուղարկի մեր սրտի մեջ, ու իր խոսքը մեզ կբուժի, կբժշկի, կսուրացնի, ողորմություն կգտնենք, ու կքայլենք նենց, ոնց որ մեր Տիրոջը հաճելի է, թող Աստված օրհնի, կանգնենք աղոթքի։